Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության ջերմ խոսքերի համար, վաղուց չէինք հանդիպել, հուսամ այսուհետ ավելի հաճախ կհանդիպենք և ես սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին և կլսեմ ձեր կարծիքները։ Սիրելիներս, այսօր ես բերել եմ ձեզ համար գազարով, ընկույզով, անչափ համեղ տորթի այս բաղադրատոմսը, նայեք, այն շատ ախորժալի է և անչափ համեղ, անպայման փորձեք պատրաստեք, չեք պատկերացնի, անմահական համ ունի, միայն պետք է փորձեք, որպեսզի համոզվեք։ Նայեք սիրելիներս, թե ինչպիսի ախորժալի տեսք ունի, անպայման փորձեք և կհամոզվեք, թե որքան համեղ է։ Խմորի համար վերցրել եմ հետևյալ բաղադրիչները, չափաբաժինները գրված կլինեն նկարագրության բաժնում, և մեկ նարինջի քերուկ։ Ձուն շաքարավազով հարում եմ այնքան, մինչև ստացվի սպիտակ մասը։ Հարիչի օգնությամբ։ Չոր բաղադրիչները խառնում եմ միմյանց, ավելացնում եմ համեմունքներից դարչին մեխակ, փխրեցուցիչ և մի փոքր աղ։ Խառնում եմ, դնում մի կողմ։ Ավելացնում եմ բուսայուղը, 1-2 պտույտ գործելուց հետո նորից անջատում եմ, արդեն ավելացնում եմ մանր քերիչով անցկացրած մեր գազարը, ավելացնում եմ նաև նարինջի քերուկը և խառնում եմ այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։ Ավելացնում եմ ընկույզը մանրացրած, նորից խառնում եմ և ընդմիջումներով ավելացնում եմ մեր ալյուրով զանգվածը։ Մի փոքր խառնելուց հետո դնում եմ, հարիչով հարվում է այնքան ժամանակ, մինչև ստացվի միասեռ զանգված։ Ջեռոցը արդեն դրել եմ, միացրել եմ, որպեսզի տաքանա, թխելու եմ մի ամբողջ ընդհանուր տապակի մեջ 180 աստիճան։ Որպեսզի համոզվենք մեր բիսկվիտը թխված է թե ոչ, պետք է օգտվենք փայտիկի օգնությունից։ Մեր բիսկվիտը արդեն թխվել է, դնում ենք հովանա, մինչ այդ պատրաստենք կրեմը։ Կրեմի համար վերցրել եմ սենյակային ջերմաստիճանի կարագ, հարում եմ այնքան, մինչև սպիտակի։ Ավելացնում եմ սերուցքային պանիր, երկար չեմ հարում, հետո առանձին տարայի մեջ ավելացնում եմ սերուցք լավ սառը վիճակում, վանիլ և շաքարի փոշի, հետո պնդանալուց հետո մազ ավելացնում եմ մեր կարագով զանգվածը։ Ձեռքով խառնելուց հետո ստացվում է մեր սպասելիք պինդ ամուր և ամենակարևորը շատ համեղ կրեմը։ Դնենք մի կողմ մեր կրեմը,
Բիսկվիտը բավականին հովացել է, ազատվենք յուղաթղթից և կոնդիտերսկի օղակի օգնությամբ ստանանք մեր շերտերը, երկու վերևի ներքևի շերտերը ամբողջական, իսկ մեջտեղի շերտը ստացվում է երկու մասից, հավաքենք օղակի մեջ մեր տորթը։ Դանակով առանձնացնում ենք, դնում ենք առաջի շերտը, կրեմը պատում ենք, երկրորդ շերտը, որը երկու մասից է բաղկացած, նորից կրեմով ծածկում ենք, երրորդ շերտն ենք դնում, նորից կրեմապատում ենք և կրեմապատելուց հետո դնում ենք սառնարան 2 ժամ։ 2 ժամից հաննելուց հետո կողքեր նորից կրեմապատում ենք և մեր բիսկվիտով մնացած մասով մանրացրած ձևավորում ենք մեզ այս գեղեցիկ տորթը։